այսօր ես ավելի շատ կխոսեմ ձեր առողջության մասին, քանի որ գոլեգաներս ավելի շատ անդրադարձան բալիկներին, ես կփորձեմ ավելի խոսել հենց մոր ու մինչև հղիությունը մոր կյանքում կատարվող փոփոխությունների մասին։ Նախ ասեմ, որ երեք մեր ընտանիքում էլ է փոքրիկ ծնվել, եղբորս աղջիկը ու ես հազիվ եմ ինձ զսպել, որ շատ չխմեմ, որ այսօր այստեղ ներկա գտնվեմ։ Ամենակարևոր բանը, որ բալիկը պետք է տեսնի ձեզ առողջ ժպիտով, ոչինչ։ Պետք է տեսնի ձեզ ոչ միայն գեղեցիկ ժպիտով, այլ նաև առողջ։ Սա շատ կարևոր է եւ այդ առողջության պլանավորումը սկսվում է մի քանի ամիս ավելի շուտ նախքան հղիության պլանավորումը։ Բերանի խոռոչի առողջությունը որպես ընդհանուր առողջության ցուցիչ, որոշ մայրիկներ կորցնում են ատամները ոչ թե կալցիումի պակասի պատճառով, այդ ամենատարածված միֆն է, որ ասում են հղիության ընթացքում ատամները կորցրեցինք, ատամների որակը փչացավ, իրականում բալիկը վերցնում է հանքային տարրերը ըստ մեր պրակտիկայի, բայց ավելի շատ հղիությունը արտահայտվում է պարոդոնտի հիվանդությունների վրա, լնդերի վրա, քան ատամների, եւ հիմնականում, որ մայրիկները կորցնում են իրենց ատամները, դրա հիմնական պատճառը այն է, որ կալցիումի պակասը չէ, այն է, որ կային ախտահարված եւ գրեթե հեռացման ցուցման ենթակա ատամներ հղիությունից առաջ, այսինքն պետք է մինչև հղիությունը բուժել, վերականգնել բոլոր ատամները։ Հղիության պլանավորման փուլում առաջնային նշանակություն ունի պացիենտի ստոմատոլոգիական ֆոնի կարգավորումը, ուրեմն տեսեք, ծամողական ֆունկցիայի խանգարում է լինում, եթե կա բացակա ատամ։ Բացակա ատամի դեպքում հարևան ատամները տեղաշարժվում են դեպի բացակա հատվածը, առաջացնելով գծվածքի խանգարում, որն էլ իր հետևից բերում է լնդերի բորբոքում կարող է առաջացնել, սննդի մնացորդների ոնց որ հավաքում կարա լինի, ինչպես նաև սնունդը բավարար չափով չի մանրացվում եւ առաջանում է սամոքսաղիքային տրակտի ծանրաբեռնվածության մեծացում։ Գծվածքի դեֆորմացիան, ասեցինք, ինչպես նաև նշեմ, որ եթե մեկ ատամ բացակայում է, ատամները տեղաշարժվում են նաև հակառակ ծնոտի ատամները, ինչի հետևանքով խախտվում են ատամների կոնտակտային կետերը եւ սկսում է սնունդ հավաքվել, կարիես առաջանալ նաև լրիվ այլ ծնոտի, հակառակ ծնոտի ատամների միջակայքում։ Եվ պարոդոնտի փոփոխությունները, եթե կան անատամ հատվածներ, լնդային եւ ոսկրային հյուսվածքների ապաճ է լինում, այսինքն եթե ծանրաբեռնվածություն չի լինում այդ հատվածներում, ձեր լնդերը եւ ոսկրը սկսում են ապաճել, իսկ հղիության ժամանակ այդ ապաճի արագությունը ավելի արագ է լինում։ Օրինակ կյանքից, այս շատ հաճախ բժիշկներս համեմատում ենք մեկ ատամի բացակայության կամ մի քանի ատամի բացակայության հետ, եթե պատկերացրեք ճոճվող աթոռ, որի մի ոտքը չկա, այսինքն ինչքան դժվարությամբ եք դուք փորձում եք հավասարակշռությունը պահպանել, որպեսզի կարողանաք բալանսը պահել։ Նույնը կատարվում է ձեր ծնոտների հետ։ Ատամնաբուժական միջամտությունների ազդեցությունը պտղի առողջության վրա ստատյաններ եմ ուսումնասիրել, այդտեղից եմ հանել, բերանի խոռոչի վարակները 7 անգամ բարձրացնում են վաղաժամ ծննդաբերության ռիսկը եւ այստեղ ցիտոկինները մեծ ազդեցություն ունեն, գրգռող ազդեցություն են թողնում արգանդի վրա եւ ցածր քաշող ծնունդների էթիոլոգիայում առաջատար են համարվում պերիոդոնտալ հիվանդությունները, պերիոդոնտը դա շուրջ ատամնային հյուսվածքն է, այսինքն ատամին շրջապատող լինդ, ոսկր, ատամի ցեմենտ եւ այլն, այստեղ միկրոֆլորան ամենաագրեսիվն է, քանի որ բերանի խոռոչով մենք ընդունում ենք ամենատարբեր տեսակի սնունդներ եւ հեղուկներ եւ բերանի խոռոչը համարվում է ամենաաղտոտված միջավայրը ճակերտների մեջ մեր օրգանիզմի, հետեւաբար միկրոֆլորան իր բնույթով ագրեսիվ է եւ առաջացնելով պլացենտայի արյան մատակարարման խանգարում, խտության բարձրացում նպաստում է ցածր քաշին երեխաների։ Ինչ միջամտություններ կարելի է կատարել հղիության ընթացքում, այնուամենայնիվ եթե դուք չեք վերականգնել ձեր ատամները մինչև հղիությունը, այս դեպքում արդեն ունենք 3 եռամսյակ, որի ամենաօպտիմալ ժամանակահատվածը երկրորդ եռամսյակն է,
քանի որ առաջին եռամսյակում սկսում է զարգանալ երեխայի նյարդային համակարգը, իսկ վերջին եռամսյակում էլ մոր օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը բավականին շատ է, բնականաբար չի կարելի կատարել տրավմատիկ, ինվազիվ բնույթի միջամտություններ եւ որպես կանոն ընտրում ենք երկրորդ եռամսյակը օգտագործելով առանց ադրենալինի անեսթետիկներ, որոնք էլ որ չեն առաջացնի բնականաբար արգանդի հարթմկանների կծկում առաջացնելով վտանգ ու շատ տարածված բան կա, եթե օրինակ թարախային օջախով գալիս է բուժարուն, հղի է, ասում է օրինակ չգիտեմ, իմ բժիշկը ասել է ատամնագուժի չգնաց եւ այլն, սակայն տեսեք, եթե կա արդեն թարախային օջախ, շատ բարդացած վիճակ, միշտ ավելի ցանկալի է հեռացնել ատամը, քան պահել այդ տոքսիկ վիճակը օրգանիզմում առաջացնելով ինտոքսիկացիա։ Բնականաբար ոչ մի դեպքում չի կարելի իրականացնել բարդ, օրինակ իմաստության ատամի բարդ հեռացում կամ իմպլանտի տեղադրում կամ չգիտեմ հայմոնախոռոչի սինուս լիֆտինգ միջամտություն, ոսկրի ավելացում։ Այսպես, հիմա ինչ է իմպլանտը, տեսնում ենք բուն իմպլանտը այդ պտուտակն է, որը որ կատարում է ատամի արմատի դերը, բացակա ատամը լրացնելուց, տեղադրվում է տեղային անզգայացման տակ, շատերը մտածում են, որ դրա համար առանձին ընդհանուր անզգայացում է անհրաժեշտ, բայց ոչ, տեղադրվում է տեղային անզգայացման տակ, կատարում է ատամի արմատի դերը, հետո արդեն վրան տեղադրվում է աբատմենտ, որը որ կատարում է հղկած ատամի դերը, նոր դրա վրա արդեն տեղադրում ենք շապիկ։ Հիմնականում, եթե շատ ուշացված кейս չէ, բավականին ատրավմատիկ, շատ նորմալ արվում է եւ մոտ 1 շաբաթվա ընթացքում արդեն ունենում ենք նորմալ լավացում, իսկ հղիների համար է բնականաբար այդ ընթացքում չի կարելի, սակայն նախքան դա պետք է, որպեսզի հետագայում ատամների տեղաշարժը ավելի արագ չլինի, քանի որ եթե մենք վերականգնում ենք անատամ հատվածները, դա կանխում է մնացած ատամների տեղաշարժը եւ ատամների կարեսով ախտահարումը։ Այս անում ենք նախքան հղիությունը։ Իմպլանտը տեղադրեցինք, սպասեցինք 2-3 ամիս, նոր տեղադրում ենք իր վրայի շապիկը, այն պետք է սերտաճի ձեր ոսկրին, նոր մենք կարողանանք իր վրա ծանրաբեռնվածություն դնել։ Ինչ է նավիգացիոն շաբլոնը, այս մի քիչ ավելի նոր, Հայաստանում ավելի շատ նոր տարածում գտնում, արտասահմանում շուտվանից կա, քանի որ բժիշկները ունեն մանուալ հմտություններ, իրենք մոտավոր որոշում են դիրքը, նավիգացիոն շաբլոնը օգնում է, որպեսզի նախապես, այսինքն արեցիք կատե հետազոտություն, կատե հետազոտությամբ մենք դրեցինք իմպլանտի դիրքը ճիշտ, այսինքն այն պատված եղավ անհրաժեշտ քանակի ոսկրով, բարձրությունը նորմալ եղավ, նավիգացիոն շաբլոնը համակարգչի միջոցով եւ հատուկ սարքերի միջոցով պատրաստվում է եւ այս անցքը, որ տեսնում եք այդ շաբլոնի վրա, այն ուղղությունն է, որով որ տեղադրվելու է իմպլանտատը, այսինքն դրիլը, որը որ ռուսերեն, հայերեն չգիտեմ, ռուսերեն սվերլո, այդ անցքով է անցնում եւ ճիշտ ուղղությամբ ոնց որ ուղղությունը ստեղծում է։ Ինչ այն մեզ տալիս, բարձրացնում է ճշգրտությունը, այսինքն եթե ռիսկ կա, որ բժիշկը կարող է մանուալ սխալվել, շաբլոնի դեպքում այդ ռիսկը չկա կամ մաքսիմում նվազում է, դարձնում է ավելի ատրավմատիկ, օրինակ, մարդիկ կան տեղադրում են 4 իմպլանտատ վերականգնելու վերին ծնոտի անատամությունը լրիվ, ու դրա համար անհրաժեշտ է կատարել մեծ կտրված, սակայն շաբլոնով, եթե մենք արդեն գիտենք, թե որ հատվածները պետք է տեղադրվի իմպլանտատը, ավելի ուղղորդված ենք անում եւ ավելի փոքր կտրվածք ենք անում, հետեւաբար հետագայում եւ այտուցը եւ բորբոքման աստիճանը ավելի նվազում է։ Այստեղ տեսնում ենք շաբլոնը եւ իր ուղղությունը, այսինքն ճիշտ ուղղությամբ գնաց, հետո արդեն այս շաբլոնը հանում ենք եւ ճիշտ իմպլանտատը տեղադրում ենք, վերականգնելով բացակա հատվածը։ Արագացնում է վիրահատությունը եւ վերականգնման գործընթացը, սա արդեն ասեցինք, կլինիկական մի քանի кейս ասեմ, սա երբեմն դուք կարող եք նույնիսկ առանց բժշկի գնալու ուսումնասիրել ձեզ մոտ, սակայն կխնդրեմ շատ մակերեսորեն ուսումնասիրեք, որովհետեւ եթե մի բան անում եք ինքնուրույն, շատ մեծ ինֆորմացիայի հետևից եք գնում, Google-ով, Yandex-ով շատ ստատյաներ ման գալով, ինֆորմացիայի մի հատ չափ կա, որը որ միշտ խանգարում է, պետք է ընտրեք օպտիմալ չափը։ Հիմա տեսեք, ունենք բացակա հատված,
ու տեսնում ենք, որ դրսի կողմից այս հատվածում լինդը ներաճել է ոսկրի հետ մեկտեղ։ Սա ինչի հետևանք է, սա նրա հետևանքն է, որ ատամ չի եղել, ծանրաբեռնվածություն չի ընկել եւ այդ հատվածը ունեցել է ապաճ։ Պատրաստում ենք նավիգացիոն շաբլոն կատե եւ այս հատվածով դրիլինգը անում ենք վերականգնելով այստեղ էլ արհեստական լնդով ու արհեստական չէ, տրանսպլանտատ է լնդով եւ ոսկրով։ Սա հենց ուշացված դեպք է եւ այս աղջիկը հասմիկը մեջ ինքը իրավունք տվել է որ ներկայացնենք այս դեպքը պատրաստվում էր արդեն հղիություն պլանավորել, նոր էր ամուսնացել, ավելացրել ենք ոսկրանյութ, այդտեղ հատուկ մեմբրանա լայնացրել ենք եւ միաժամանակ տեղադրել ենք։ Մեջտեղի նկարում ուրեմն տոտալ անատամության վերականգնումը, այստեղ ժամանակավոր պլաստմասաներն են, վերևը տեղադրված է 7 իմպլանտ, ներքևը 6 իմպլանտ եւ սկզբնական փորձարկումը միանգամից որպեսզի մենք կերամիկաները չպատրաստենք, պատրաստել ենք պլաստմասայի ատամներ, որպեսզի պացիենտը ադապտացվի, երկար տարիներ չի ունեցել ատամներ, հա, որպեսզի ադապտացվի գծվածքը հոդը գա ճիշտ դիրքի, նոր արդեն դրանից հետո պատրաստենք վերջնականը։ Ու մի հատ այս վերջերս ենք հանձնել այս դեպքը, ինչ եք նկատում։ Տեսեք, ուրեմն տոտալ անատամություն է, ընդ որում տարեց է մեր բուժարուն, եւս թույլատրել է օգտագործենք իր նկարը։ Այստեղ տեսեք, քիչ շրթունքային հատվածը առաջ տարբերակում եւ արդեն հետ տարբերակում, մոտավորապես 2 սանտիմով, սա գրականության մեջ նույնիսկ շատ քիչ հանդիպող դեպք է, այս վերջերս նոր եկան նրան, որ 1.5-ից 2 սանտիմ կարող ենք բարձրացնել կծվածքը, այսինքն մաշել էր հոդագլխիկը եւ իջել էր։ Մենք տեղադրել ենք, քանի որ ոսկր ցավոք սրտի արդեն չկար, ոսկրի ավելացմամբ տեղադրել ենք 4 իմպլանտատ վերևում, 2 իմպլանտատ ներքևում, իրենց վրա պատրաստել ենք հատուկ մետաղական հենակներ, որի վրա էլ արդեն դրվել է պրոթեզը, որը որ համարվում է մասնակի հարաբերական շարժական էլ ինքը կտոցով հագնում է ու շատ կոմֆորտ է։ Արդյունքում մեր բուժարուն ունեցավ նմանատիպ օպտիմալ փոփոխություն եւ շատ գեղեցիկ ատամներ, այստեղ պարզապես պրոյեկտորը չի փոխանցում այդ գեղեցկությունը, ավելի միկրո տարբերակով։ Ու ընդհանուր առմամբ այսքանը, ամփոփեմ, սա մեր աշխատանքներից մի քանի տարբերակներ են, վինիրներով վերականգնումներ, առաջ-հետոներ, եթե կա եւ ատամի բացակայություն եւ հիմնականում տեսեք որ գալիս են տոտալ խնդրով ցանկալի է ապահովել հերմետիզմ եւ եթե կա օրինակ եւ ատամի բացակայություն եւ հին կերամիկաներ եւ այլ հատվածներ լրացման ցանկալի է տեղադրել իմպլանտատ, դրանից հետո սպասել եւ հետո միանգամից կատարել տոտալ աշխատանքը, որպեսզի ստանանք ավելի գրագետ եւ մոնոտոն արդյունք։ Այս այդ դեպքերից էր։ Այստեղ բուժել ենք ընդամենը 1 ատամ, սա շատ հետաքրքիր այստեղ մենք ուրեմն 1 ատամ ենք վերականգնել, բավականին բարդ աշխատանք է, 1 ատամը կթվա հեշտ, բայց բավականին բարդ աշխատանք է։ Եվ արդեն ավարտին մի քիչ ներկայացնեմ մեզ, ինչպես ենք մենք ձեզ հետ հաղորդակցում, Լիլիթը եւ Արտուրը ասեցին, որ մեր վիդեոները հավանում են, ասեմ, որ շատ մեծ ջանքեր ենք դնում, որպեսզի ճիշտ ինֆորմացիան տարածենք, ապացուցողական եւ այդ անենք ավելի հետաքրքիր ձևով, որպեսզի թիմը անընդհատ աշխատում է այդ անելու համար մաքսիմում հետաքրքիր, որպեսզի չձանձրացնենք եւ ճիշտ ինֆորմացիան տարածենք ու սկսել ենք բավականին շուտ, նախորդ անգամ էլ ասացի 2018 թվականից ու մեր ոլորտը փորձում ենք բավականին գեղեցիկ ներկայացնել ու մարդկանց ուղղորդել, որպեսզի ճիշտ ժամանակին զբաղվեն իրենց առողջությամբ։ Առողջություն դա շատ մեծ առաջնահերթություն է։ Elix Talks-ը մի նոր ֆորմատ է, որտեղ որ հանդես կգան ստոմատոլոգներ հիմնականում, կխոսեն բավականին անմիջական իրենց կյանքից, ինչպես նաև ձեզ հուզող շատ հարցերի կանդրադառնանք այս ֆորմատում, կարող եք QR-ը սկանավորել եւ արդեն կամ չգիտեմ YouTube-ով
նայել, այնտեղ եւս կգտնեք հարցերի պատասխաններ, որոնք որ ցավոք այսօր ելույթում չեմ հասցնի ձեզ տալ։ Մեր in-house լաբորատոր թիմը մենք գիծ ստեղծել ենք լաբորատորիա, ինչու, որպեսզի ավելի օպտիմալ եւ գեղեցիկ հանձնենք աշխատանքները։ Տղաները նույնիսկ գիշերային ժամերին շատ հաճախ աշխատում են, ինչու, որպեսզի ձեր ժպիտները լինեն ավելի բնական եւ սերմ ժամկետներում կարողանանք տալ։ Սրա նպատակը արդեն երևի հաջորդ սլայդում կասեմ, այս մեր նախորդ տարվա նորությունն էր, բժշկական туриզմի գրասենյակ սերվիս մենք բացեցինք ԱՄՆ-ում, որպեսզի զարգացնենք բժշկական туриզմը դեպի Հայաստան, քանի որ ունենք բավականին մեծ սփյուռք, այնտեղ բացեցինք բժշկական туриզմի գրասենյակ, որտեղ որ մարդիկ անցնում են կոնսուլտացիա մեր մասնագետի մոտ եւ on-line ձևով արդեն մեր բժիշկներից հետ, դրանից հետո արդեն գալով Հայաստան եւ բուժում ստանալով, իսկ այս տղաներն էլ օգնում են, որ այդ կատարվի շատ կարճ ժամկետում, լավ, որովհետեւ туриզմի զարգացման մեջ, medical туриզմի զարգացման մեջ շատ կարեւոր են ժամկետները, իսկ մեր հարևան երկու պետությունները բավականին առաջ են այդ туриզմով, մեր համար, չգիտեմ, ամբիցիոզ նպատակ են դրել դրանով զբաղվել։ Այս մեր աղջիկները լիքը QR-ներ են դրել։ Ու ամենակարևորը, երբ դուք պատրաստում եք ծնող դառնալ, դուք մտածում եք ամեն ինչի մասին, հա, ինչ սցենյակ սարքեք, ինչ մանկասայլակ ընտրեք, բայց ամենակարևորը, որ պետք է մտածեք, դա պետք է մտածեք ձեր առողջության մասին, քանի որ երեխայի համար դա է կարևորը եւ ձեր ընտանիքի հիմքը, ձեր առողջությունն է, առաջին երաշխիքը, երեխան պարզապես նայելու է ու կրկնի։ Այսքանը, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Մանկական ստոմատոլոգիա ունեք։ Հա, դոկտոր ջան, ունենք։ Ինքս չեմ աշխատում, չկարողացա, շատ սիրում եմ փոքրիկներին, բայց ցավոք սրտի այդքան ուժեղ չգտնվեցի, բայց հա, առանձին մասնագետ ունենք, ով շատ սիրով զբաղվելով բուժումների հետ աշխատում է, ասացիք։ Հարցս այսպեսին է, անցած շաբաթ ատամս ցավում էր, գնացել եմ ատամնաբուժի մոտ, ասում եմ ոչ մի բան չկա, հնարավոր է որ ատամը լինի ինչ-որ բան, խնդիր չկար, հնարավոր է ինչ-որ բան եղած լինի, բժիշկը նկատած չլինի։ Ենթադրում եմ ռենտգեն չի կարելի, էլի ռենտգեն չեն արել, հա։ Տեսեք, շատ հաճախ ատամը առողջ է երևում արտաքինից, այսինքն ստոմատոլոգը չի կարող գտնել խնդիրը, դա միայն ռենտգենից կամ կապտե հետազոտությամբ է հայտնաբերում։ Օրինակ, հնարավոր է որ ունեք խորը պլոմբա, ներվին շատ մոտ ու հիմա ձեր իմունիտետը ընկել է ու այդ հատվածում դուք զգայունություն ունեք։ Հնարավոր է որ լնդերի բորբոքում կան հղիության հետ կապված եւ այդ լինդ ատամ կապանով ցավը ոնց որ ճառագայթում է, դա շատ նման է ատամի ցավին։ Ամեն դեպքում այս փուլում ձեր հղիության ես չէի ցանկանալ որևէ ստոմատոլոգիական միջամտություն, պարզապես կլասիկ այդ ողողումները, հա, սովորական աղաջրով շատ չանեք էլի, օրական 2-3 անգամ, օրինակ 4-5 օր, ու վсё, այդքանով, հա, ու ձեր հիգիենան լավ պահպանեք, նվազեցնելով այդ օրինակ փառի քանակը, ճնշումը։ Մնացածը արդեն հղիությունից հետո կարելի է կատարել ռենտգեն հետազոտություն եւ տեսնել շատ տարբեր են պատճառները, կարող է նույնիսկ ածերատամը նյարդել չունենա, բայց տակը ինչ որ լիցքը թերի լինի եւ գագաթային հատվածում բորբոքում լինի, ու այդ բորբոքումից դուք ցավ զգաք։ Հնարավոր է պարզապես մակերեսային բան է։ Եղավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Լիլիթ ջան, իմպլանտը տեղադրում ենք, որպեսզի վրայի ատամներ լինի, հա, այսինքն եթե միջին ժամկետ մենք սերտաճման համար վերցնենք 2-3 ամիսը ու ատամի տեղադրումներ մոտավորապես 1 ամիս, ապա գոնե 4-5 ամիս առաջ էլ իմպլանտը տեղադրվի, հետո բան լինի, վրայի ատամը տեղադրենք, ընդ որում սանացիա կատարենք, սանացիայի մասին չխոսեցի, բայց սանացիան շատ կարևոր է, այսինքն մինչև իմպլանտի տեղադրումը փոքրիկ պլոմբաներ, ատամնաքարերի մաքրում, այդ ինֆեկցիայի բոլոր օջախները վերացում ենք օրգանիզմից։ Նոր հետո պսակները տեղադրում ենք, ապահովելով հերմետիզմ, առողջ վիճակ, նոր արդեն ուժառուն պլանավորում ենք հղիությունը։ Վերջնական բաները, այսինքն դեպքի տեղադրումը եւ այլն դեպի ժամանակ աճի, որտեղ դիմա որ 6 ամիս սպասում է կամ 4 ամիս։ Հա։
Որպես պրակտիկա կարա կան, որ այդ ընթացքում ենք շատ անզգայացում եւ այլն չենք կիրառում, պարզապես երբ որ իմպլանտը տեղադրում ենք ու իր սերտաճումը ընկնում է հղիության փուլ, իմպլանտի սերտաճման համար ոսկրի հանքային տարրերը շատ կարեւոր են, այդ ընթացքում ոնց որ տարբեր բաներով իջնում է, լնդերը մի քիչ բորբոքվում են շատ հաճախ, ոչ օպտիմալ է լինում, էլի ցանկալի է կամ սպասել դրանից հետո կամ մինչ այդ անել, կամ այն շատ սահմանային հատվածներում փորձել ավարտել աշխատանքը։ Օրինակ, չգիտեմ, առաջին ամսում ուղղակի այդ օրթոպեդիկ ոչ սրսկում ենք, ոչ ինչ-որ բան, էլի։ Կերակտոզմամայի դեպքում կարելի է Եվս պետք է սպասել, ավելի հակացությունները քչանեն, սակայն արդեն անեստետիկների տանոթասեղմի չատկության պատճառով ու հետագա, չգիտեմ, անտիբիոտիկոթերապիա է անցնում, այս պատճառաբանությամբ ցանկալի է գերակրման շրջաններ եւս անցնել նոր։ Բայց մի հատ էլ հարց, եթե ինքը մինչև հիանալը չտեղադրի, երեխան ունենալուց հետո տեղադրի, մենք ոսկորի խնդիր կարանք չէ ունենալ։ Նախնական գնահատականը շատ բան է տանում ատամներից, չէ՞, բոլորիս հայտնի է, որ ատամներից շատ բան գնում է մեր եւ կերակրման ընթացքում, եւ ընտրության ընթացքում, հա, շատ ատամներ։ Հիմա ինչ ենք մենք անում, մենք ամեն 6 ամիսը մեկ, եթե մեր բուժարները նույնիսկ չեն այցելում, մենք փորձում ենք զանգով հիշեցնել, որպեսզի գան չեկափների ստուգման ու նախնական գնահատական ենք տալիս, արդյոք այդ հատվածը կարա սպասի հղիությունից հետո բան լինի։ Եթե այնտեղ օրինակ նվազագույն իմպլանտի չափը 8 մմ է երկարությունը, եթե նայում ենք ու այդ 8 մմ-ը հաշվում է օրինակ ներքևը ստործնոտային նյարդն է, վերևը հայմորյան խոռոչն է, սահման էլի։ Եթե նայում ենք հենց 8 մմ-ը ցանկալի չի սպասել, որտեղ 1 մմ էլ իջնի, այնտեղ արդեն այլ միջամտություններ պիտի ոսկրանանք, ու ավելացնենք պիտի խոռոչը, բարձրացնենք վերև նյարդը, տրանսպոզիցիա անենք, ինչը շատ տրավմատիկ է։ Եթե 8 մմ-ի սահմանումը ցանկալի է չսպասել, եթե տեսնում ենք ունի այնտեղ 14-15 մմ օր, այս դեպքում արդեն շատ հանգիստ կարելի է սպասել հղիությունից հետո։ Այդքան չի տան։ Երևի չարաշահման, բայց եթե իմպլանտը տեղադրվում է մինչև հղիությունը, ծննդաբերությունից հետո եղել են փոփոխություններ, մենք դեպք թե փոփոխություն չի լինում, որ ինքը տեղաշարժվի կամ կլինի կամ Հիմնական բարդությունը, որ լինում է, դա վզիկային հատվածների մերկացումն է, այսինքն իմպլանտը, որ տեղադրվում է, այստեղ երևի հետ գնամ մի հատ այդ հատվածը։ Իմպլանտը, որ տեղադրվում եք, ամենակարևորը այս վզիկային հատվածի հերմետիզմն է, քանի որ ներքևից իմպլանտը չի կարող ախտարվել, ներքևը ստերիլ է, վերևի հատվածն է պետք, որպեսզի ինքը ոսկրով եւ լնդով պահպանված լինի։ Եթե իմպլանտը տեղադրվում է հետո հղիության ընթացքում օրինակ 9 ամիս սպասում ենք, պացիենտն ոնց էլ չլինի անուղղակի դեպով ծամում է այդ կողմով, այս վզիկից արդեն սկսվում է ոսկրի ապաճը։ Հետագայում այս շեղբերը մերկանում են եւ արդեն տարածք են ստեղծում ինֆեկցիայի ոնց որ մուտքի համար, դրա համար ցանկալի է վզիկի հերմետիզմը պահելու, այդպես չանել էլի։ Հիմնական բարդությունը, որ լինում է իմպլանտը դրեցինք ատամը բանից հետո, հղիությունից հետո, դա է, որ վերևից սկսում է ռեզորբցիա։ Կերակրման ընթացքում շապիկի կամ պրոֆայի տեղադրումը ինչ ժամկետների մակարդակի թույլատրելու։ Կերակրման ընթացքում թույլատրելի է, հիմնական խնդիրը այդտեղ առանց ադրենալին անեստետիկն է, ունենք նմանատիպ անեստետիկներ, որն էլ որ այդ փուլում շատ, օրինակ, եթե նույնիսկ անզգայացում կատարեն, քանակապես շատ չեն անել, այսինքն 0,2-0,5 մլ հնարավոր է օգտագործեն եւ այդ դեպքում յուրաքանչյուր ժամկետում էլ դա հնարավոր է իրականացնել։ Շնորհակալություն։ Մեր տոպրակներում ձեր ամենօրյա խնամքի պարագաներն են ավելի կոմպլեքս վիճակով, քանի որ շատերի մոտ կա տարածված կարծիք, որ միայն խոզանակել է պետք ատամները, մեզ մոտ կան ուրեմն ատամնախել խոզանակ իրիգացիոն հեղուկ